Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինեն Ավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը դատապարտվեց ազատազրկման։ Դատավճիռ Հայաստանի Հանրապետության անունից հրապարակում է դատավճռի եզրափակիչ հատվածը, դատանը վճռեց Գևորգ Միքայել Աջապահյանին մեղավոր ճանաչել Հայաստանության քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի երկրորդ մասով նախտած արարքում եւ որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով, բաժի սկիզբը հաշվելով հաստատի արգելանքի վերցնելու պահից։ Մեղադրի նկատմամբ ընտրված խաբար միջոց կալանքը թողնել ամփոփող, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Արտավարդային փաստաթղթերը պահել վարույթի նյութերի հետ։ Դատավճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարան, դատական ակտը ստանալուց հետո 1 ամսյա ժամկետում։ Իսկ հայտարարում Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ այսօր հրապարակեց վճիռը մեղավոր ճանաչելով Միքայել Սրբազանին եւ դատապարտելով ազատազրկման 2 տարի ժամկետով։ Սրբազանի աջակիցները դատավորի կայացրած վճիռը լսելուն պես միաբերան ամոթ վանկարկեցին Աջապահյանը մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի երկրորդ մասով եւ որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարով։ Պատժի սկիզբը սահմանվել է փաստացի արգելանքի տակ վերցնելու օրը 2025 թվականի հունիսի 28-ը։ Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանի նկատմամբ մեղադրական վերդիկտ էր կայացվել, դատախազը միջնորդել էր նրան ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։ Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր էր արել նախ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաեւ 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ժամանակ։ Ուշագրավ է, որ ավելի վաղ դատախազությունը Միքայել Սրբազանին նույն հայտարարության մեջ հանցակազմ չէր նկատել։ Փաստաբանական թիմն ամբողջ ընթացքում պնդել է, որ գործընթացը ծայրից ծայր խախտումներով է անցել եւ արդարության հույս չունեն։ Նրանք արդեն իսկ հայտնել են, որ դիմելու են մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դատավորն այնքան հուզված էր, որ Միքայել Սրբազանի դատավճիռը կարդալիս սխալ հոդվածի մասին է խոսել։ Փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Միքայել Սրբազանը մեղադրվում էր քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարք կատարելու համար, մինչդեռ այսօր դատարանը կարդալուց նրան մեղադրեց 442-րդ հոդվածի երկրորդ մասով, որը լրիվ ուրիշ բանի մասին է։ Պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցել է։ Դատարանն ուրիշ հոդվածի մասին խոսեց, հիմա հուզմունքը մարդկանց ճակատագրերի վրա է ազդում։ Ակնհայտ է, որ սա պատվիրված ակտ էր եւ Միքայել Սրբազանը չի կատարել ոչ 442-րդ հոդվածով, ոչ 422-րդ հոդվածով նախատեսված արարքը, ասաց Արա Զոհրաբյանը։ Նա նշեց, որ Միքայել Սրբազանը հոգեպես պատրաստ էր այս դատավճռին, ի սկզբանե տրամադրված էր, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Փաստաբանը նշեց, որ դատավճիռն անպայման բողոքարկվելու է վերաքննիչ Ատյան։ Նա նաև հայտնեց, որ իրենք արդեն ստացել են վճռապետ դատարանի որոշումը, որով իրենց բողոքը առաջին կալանքի հետ կապված վարույթ ընդունելը մերժվել է, ուստի այս հարցով դիմելու են միջազգային Ատյան։ Միգրացիոն դատարանի որոշմամբ ԴՕՔ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան, այս մասին տեղեկանում ենք կուսակցության Facebook-յան էջից։ Միևնույն ժամանակ դատարանը գտել է, որ Վարդան Ղուկասյանի կողմից թույլ են տրվել միգրացիոն կարգի խախտումներ, ուստի պետք է լքի ԱՄՆ-ի սահմանները, նշվում է հաղորդագրության մեջ։ Իր հերթին նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշել է, որ սահմանված ժամկետում դատարանի որոշումը բողոքարկելու դեպքում դատական ակտն օրինական ուժ չի ստանա, եւ հետեւաբար Ղուկասյանը կշարունակի մնալ
Միացյալ Նահանգներում։ Առայժմ հայտնի չէ, թե ԱՄՆ-ից ուր է մեկնելու Վարդան Ղուկասյանը, սակայն փաստաբանի ներկայացմամբ նա տեղաշարժվելու խնդիր չունի, քանի որ նրա նկատմամբ այլևս միջազգային հետախուզում չկա։ Այս պահի դրությամբ հայտնի չէ, թե նա արդեն ազատության մեջ է, թե ոչ։ ԱՄՆ-ի մաքսային եւ միգրացիայի վարչության համաձայն Վարդան Ղուկասյանը ձերբակալվել էր փետրվարի 20-ին միգրացիոն կարգը խախտելու համար։ Ըստ ամերիկյան կողմի Ղուկասյանը դեռևս 2022-ի փետրվարի 19-ին մուտք էր գործել Միացյալ Նահանգներ, սակայն նախատեսված ժամկետում չի լքել երկիրը։ Միգրացիոն կարգը խախտելուց բացի Լաս Վեգասի դատարանը պետք է քններ նաև Ղուկասյանին արտահանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազության դեռևս 2023 թվականի միջնորդությունը։ Հայաստանում նրա դեմ մի շարք հոդվածներով քրեական գործ է հարուցված շորթման բռնության կոչերի, դատավորի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար։ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների տրանսպորտային ուղիների բացումն առաջիկայում անպայման տեղի կունենա։ Փաշինյանն այս մասին հայտնել է հանքարդյունաբերության ֆորումի ժամանակ, նա նշել է, որ շատ կարևոր է համարում հանքարդյունաբերության ոլորտում մի ռազմավարական խնդիր, որի շուրջ ոլորտը եւ կառավարությունը պետք է սերտորեն համագործակցելու հնարավորություններ գտնեն։ Խոսքն արդյունաբերության շղթան երկարացնելու մասին է։ Իրականում մեզ համար մեծագույն խնդիր է, որ մենք ստիպված ենք հիմնականում հանքանյութ արտահանել։ Մեզ հարկավոր է ոլորտը զարգացնել այն ուղղությամբ, որ հանքանյութի մշակման շղթան հնարավորինս երկարացնենք եւ դա հնարավորինս բերենք վերջնական արտադրանքի, որովհետեւ դա նշանակում է լրացուցիչ աշխատատեղեր, լրացուցիչ եկամուտներ պետական բյուջեի համար, լրացուցիչ բարձր որակավորման մասնագետների կարիք, դա նշանակում է լրացուցիչ ներդրումներ տնտեսության ոլորտում, կրթության ոլորտում, դա նշանակում է բարեկեցության նոր աստիճան, նշել է նա։ Փաշինյանը հավելել է, որ նշված խնդրի շուրջ արդեն եղել են որոշ քննարկումներ եւ այժմ էլ շարունակվում են դրանք։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների տրանսպորտային ուղիների սպասվող բացումը, որը առաջիկայում անպայման տեղի կունենա, նոր հնարավորություն է բացելու հատկապես հանքարդյունահանության ոլորտում, պնդել է կառավարության ղեկավարը։ Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը։ Այս մասին լեհական TVP World հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Արարատ Միրզոյանը, շեշտելով, որ պատրաստ են հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը, որը ինքը եւ Ադրբեջանի արտգործնախարարը նախաստորագրել են Վաշինգտոնում։ Այնուամենայնիվ, նույնիսկ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրումը։ Օրինակ, մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը կամ նույնիսկ ավելին, միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները, ասել է Միրզոյանը։ Լրագրողի հարցին, թե ինչ մարտահրավերներ կան, Միրզոյանը պատասխանել է, որ տասնամյակներ տևած հակամարտությունը կուտակել է նաև ծանր հոգեբանական բեռ եւ հասարակությունների շրջանում հավանաբար դեռևս պահպանվում է զգուշավորություն։ Հաշտեցման գործընթացը ժամանակ է պահանջելու, խաղաղությունն, ինչպես արդեն նշեցի, հաստատվել է, սակայն այն երկուստեք պահանջում է մշտական խնամք եւ ամենօրյա ջանք։ Այս համատեքստում պետք է նշեմ, որ ցանկացած կողմի ագրեսիվ ռետորաբանությունը որևէ կերպ չի նպաստում գործընթացին, ընդգծել է նա։ Սանկտ Պետերբուրգի Հայաստանի հյուպատոսարանում Արցախի նախկին պաշտոնյայի մահվանից մոտ 10 օր անց Հայաստանի քննչական կոմիտեից փոխանցեցին, որ հարուցել են վարույթ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Քննչականն առայժմ մանրամասներ չի հաղորդում, թե ռուսաստանցի իրավապահների հետ համատեղ են քննելու Բորիս Ավագյանի մահվան հանգամանքները։ Ռուսաստանի քննչական կոմիտեն մահվան հաջորդ օրը քրեական գործ հարուցեց ինքնասպանության դրդելու հոդվածով։ 42-ամյա Ավագյանին մահացած էին գտել հյուպատոսարանի զուգարանում։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալը հյուպատոսարան էր գնացել, իր վերջին տեսագրությունն ուղարկել էր հայաստանցի լրագրող Լիա Սարգսյանին, բացատրել, որ 14 ժամ խնդրում է իրեն արտահանձնել հայրենիք, բայց հայաստանյան իշխանությունները մերժում են։ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը սակայն հերքել էր Ավագյանի մահվանից առաջ հնչեցրած մեղադրանքները։ Արսենյանը պնդել էր, հյուպատոսարանի աշխատակիցները նրա արտահանձնումը ոչ միայն չեն մերժել, այլև ժամեր շարունակ աշխատել են այն կազմակերպելու ուղղությամբ։ Արցախի նախկին պաշտոնյան մեղադրյալ էր միանգամից երկու երկրներում, Հայաստանում եւ Ռուսաստանում։ Երևանը Ավագյանին հետախուզում էր փողերի լվացման, պետական սահմանն ապօրինի հատելու համար, ռուսական կողմը նրան դատարանի առջև էր կանգնեցրել ավելի քան 4.2 միլիարդ ռուբլի մաքսատուրքերից խուսափելու գործով։ Վրաստանում կիրակի օրը նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ վարչապետ Իրակլի Կոբախիձեն քաղաքացիներին կոչ է արել չդիմել ռիսկի եւ չհակադրվել պետական համակարգին ու օրենքին։ Բայց այդ նա քաղաքական ուժերին էլ խորհուրդ է տվել հեռու մնալ
սահմանադրական կարգը տապալելուն կամ բռնի կերպով փոխելուն ուղղված միջոցառումներին մասնակցելուց։ Յուրաքանչյուր օրինախախտ կարժանանա ամենախիստ պատասխանի, հայտարարել է Կոբախիձեն։ Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր ուժերը բոյկոտում են հոկտեմբերի 4-ին նախատեսված թիմ ընտրությունները, որին ընդհանուր առմամբ մասնակցում է 12 կուսակցություն։ Մայրաքաղաք Թբիլիսիի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 9 թեկնածու, այդ թվում գործող քաղաքապետ Կախա Կալաձեն։ Գազայի հատվածը վերահսկող Համաս խմբավորումը հայտարարել է, թե դեռ ժամանակ է պետք ուսումնասիրելու պաղեստինյան անկլավում 2 տարի շարունակվող ավերիչ պատերազմին վերջ դնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը։ Ամերիկյան առաջարկը, որին իր աջակցությունն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, կոչ է անում հրադադար հաստատել 72 ժամում ազատ արձակել պատանդներին, Համասից պահանջում է զինաթափվել, նախատեսում է Իսրայելի բանակի աստիճանական դուրսբերում Գազայից։ Այս քայլերին ըստ ծրագրի պետք է հաջորդի Գազայի անցումային կառավարության ստեղծումը եւ հատուկ միջազգային խաղաղության խորհրդի ձևավորումը, որի ֆորմալ ղեկավար պետք է հռչակվի Թրամփը։ Համասը դեռևս շարունակում է խորհրդակցությունները Թրամփի ծրագրի շուրջ եւ տեղեկացրել է միջնորդներին, որ որոշ ժամանակ է պետք։ Ֆրանս պրեսի գործակալությանն ասել է Համասի պաշտոնյաներից մեկը անանուն մնալու պայմանով։ Երեքշաբթի օրը Թրամփը Համասին 3 կամ 4 օր ժամանակ է տվել իր ծրագիրն ընդունելու համար։ Վաշինգտոնի պլանը ողջունել են ինչպես Իսրայելի իշխանությունները, այնպես էլ գերտերությունները, արաբական երկրները։ Համասի քաղաքական բյուրոյի անդամ Մոհամմադ Նազարը ուրբաթ օրը տարածած հայտարարությունում շեշտել է ծրագիրը մտահոգիչ կետեր ունի եւ խոստացել դրանց մասին խոսել շուտով։ Այսօր հոկտեմբերի 3-ին վրաերթ վթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հոկտեմբերի 3-ն է Արարատի մարզ Ոսկետապ գյուղում ենք Երևանյան խճուղում մոտ 30 րոպե առաջ ահա Լադա Մագնիշի նշված ավտոմեքենան վրաերթ է ենթարկել մայթին կանգնած կին հետիոտնին, ապա առաջ ընթացել բախվել Հայտե Էլեկտրասյանը եւ հայտնվել այս վիճակում։ Վրաերթ վթարի հետևանքով հետիոտնն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց առաջին օգնության են հասել գյուղի ժողովուրդը, ապա ըստ գյուղացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Արարատ բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Իմ տեղեկություններով վրաերթի ենթարկվածը այնուհետև բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի համապատասխան հիվանդանոցներից մեկը, իսկ վարորդը Արտաշատ բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության, Արարատի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ այս պահին Պարեկները սահմանադրվել են տարածքը, դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից հիվանդանոց է մեկնել արդեն հերթապահ քննիչը, ով այնուհետև կժամանի դեպքի վայր։ Այս պահին պարեկները պարզում են վարորդի եւ վրաերթի ենթարկված հետիոտնի ինքնությունը։ Արարատի բաժինը Ժողովուրդ ջան, հետ մի վարքյան հետ ժողովուրդ ջան, հետ ընկեր։ Էլեկտրասյունը տեսնում եք տեղից շարժվել է, սա հավանաբար երևի առիթ կլինի, որ հեծը փոխի այս Հայտե էլեկտրասյունը տեղադրի բետոնե ավելի ամուր, ավելի անվտանգ բետոնե սյուն։ Առաջին հարվածը մեքենայի, ահա, այստեղ է եղել, որ դուրս է եկել, արգելակման տեղեր չկան, ինչը նշանակում է, որ ժողովուրդ ասում է տորմուզ չի տվել էլի, բախվել է նաև այս բետոնե պանելին ու սյանը։
Հոկտեմբերի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում ժամը 19:20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են Լոռու մարզի բնակիչներ 45-ամյա Էդմոն Շ-ի վարած Մերսեդես Մագնիշի եւ 50-ամյա Մարտին Գ-ի վարած Օպել Աստրա Մագնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունները։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք։